Ողջույն բոլորին, Արմեդիայի YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ եւ նախապես շնորհակալություն եմ հայտնում բոլորին նյութերը դիտելու, հավանելու եւ մեկնաբանություններ գրելու համար։ Սկսենք օրվա գլխավոր լուրից։ Գերագույն դատարանը ծանր հարված է հասցրել նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական օրակարգին։ Դատարանը 6-3 հարաբերակցությամբ չեղարկել է Թրամփի կողմից սահմանված համաշխարհային մաքսատուրքերը, հայտարարելով, որ նախագահը չի կարող միանձնյա սահմանել կամ փոփոխել ներմուծման հարկերը։ Վճիռը վերաբերում այն մաքսատուրքերին, որոնք նախագահը սահմանել էր արտակարգ լիազորությունների մասին 1977 թվականի օրենքի հիման վրա։ Այդ թվում փոխադարձ մաքսատուրքերը, որոնք կիրառվել էին գրեթե բոլոր երկրների նկատմամբ։ Գերագույն դատարանի մեծամասնությունը գտել է, որ սահմանադրությամբ հարկման իրավասությունը պատկանում է կոնգրեսին, ոչ թե գործադիր իշխանությանը։ Դատարանի 3 պահպանողական դատավորներ Սեմուել Ալիտոն, Քլարենս Թոմասը եւ Բրեթ Քավանոն դեմ են քվեարկել որոշմանը։ Դատարանը սակայն չի հստակեցրել, արդյոք ընկերությունները կարող են վերադարձ պահանջել արդեն վճարված միլիարդավոր դոլարների մաքսատուրքերի համար։ Միևնույն ժամանակ որոշումը չի արգելում Թրամփին կիրառել մաքսատուրքեր այլ օրենքների շրջանակում, թեև դրանք ունեն սահմանափակումներ։ Դատական այս գործը համարվում է առաջին խոշոր հարցը Թրամփի երկրորդ շրջանի լայն օրակարգից, որը հասել է Գերագույն դատարան։ Դատարանը եզրակացրել է, որ ոչ մի նախագահ նախկինում այդ օրենքը չի կիրառել մաքսատուրքերի համար, եւ դա ինքնին վկայում է, որ նման լիազորություն գոյություն չունի։ Նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ է արձագանքել Գերագույն դատարանի որոշմանը, հայտարարելով, որ վճիռը հիասթափեցնող է, սակայն չի խոչընդոտելու իր առևտրային քաղաքականության շարունակմանը։ Նրա խոսքով դատարանը սխալ է մեկնաբանել օրենքը, սակայն միևնույն ժամանակ փաստացի հաստատել է նախագահի այլ լիազորություններ առևտուրը կարգավորելու եւ սահմանափակումներ կիրառելու հարցում։ Թրամփը շնորհակալություն հայտնել դատավորներ Քլարենս Թոմասին, Սեմուել Ալիտոին եւ Բրեթ Քավանոին նրանց անհամաձայն կարծիքների համար, ընդգծելով, որ նրանք պաշտպանել են սահմանադրական մեկնաբանությունը։ Միևնույն ժամանակ նա քննադատել է դատարանի մեծամասնությանը, պնդելով, որ որոշումը քաղաքական ազդեցության հետևանք է։ Նա նաեւ ակնարկել է հնարավոր արտաքին ազդեցության մասին առանց կոնկրետ ապացույցներ ներկայացնելու։ Նախագահը հայտարարել է, որ դատարանը չեղարկել է միայն արտակարգ լիազորությունների մասին օրենքի կոնկրետ կիրառումը, սակայն չի սահմանափակել նախագահի այլ իրավական գործիքները։ Նրա խոսքով առկա են մի շարք դաշնային օրենքներ, որոնք լիազորում են նախագահին սահմանել մաքսատուրքեր եւ կարգավորել առևտուրը։ Նա նշել է, որ արդեն իսկ ուժի մեջ են մտնում ազգային անվտանգության հիմքով կիրառվող մաքսատուրքերը, ինչպես նաեւ գործող առևտրային հետաքննությունների շրջանակում սահմանված տուրքերն ու սահմանափակումները։ Բացի այդ, նախագահը հայտարարել է նոր համընդհանուր 10% մաքսատուրքի կիրառման մասին այլ իրավական հիմքով։ Թրամփը պնդել է, որ նոր մեխանիզմները կարող են նույնիսկ ավելի մեծ եկամուտ ապահովել, քան նախկինում կիրառված մոդելը։ Լրագրողների հարցին, արդյոք հավաքված միլիարդավոր դոլարները հնարավոր է, որ վերադարձվեն, նախագահը նշել է, որ դատարանի որոշումը այդ հարցին չի անդրադարձել եւ համանաբար այն կդառնա առանձին դատական գործընթացի առարկա։ Նրա խոսքով այդ հարցը կարող է տարիներ շարունակ քննարկվել դատարաններում։ Թրամփը նաեւ հայտարարել է, որ կոնգրեսին լրացուցիչ միջամտության անհրաժեշտություն չի տեսնում, պնդելով, որ գործող օրենսդրական հիմքերը բավարար են առևտրային քաղաքականությունը շարունակելու համար։ Նա ընդգծել է, որ իր վարչակազմը կշարունակի կիրառել բոլոր հասանելի իրավական միջոցները երկրի տնտեսական շահերը պաշտպանելու նպատակով։ Քաղաքական եւ իրավական պայքարը ըստ ամենայնի շարունակվելու է։ Կալիֆոռնիայի նահանգապետը բացահայտ մարտահրավեր է նետել Թրամփին, պահանջելով ոչ միայն պարտության ընդունում, այլ նաև ֆինանսական պատասխանատվություն։ Քևին Նյուսոմը պահանջում է, որ Թրամփի վարչակազմը անմիջապես վերադարձնի գումարները տոկոսներով, այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը ապօրինի է ճանաչել նախագահի սահմանած համաշխարհային մաքսատուրքերը։ Մասնավորապես Նյուսոմն ասել է. Ժամանակն է վճարելու, Դոնալդ։ Այս մաքսատուրքերը ոչ այլ ինչ էին, քան ապօրինի դրամահավաք, որը բարձրացրեց գները եւ վնասեց աշխատող ընտանիքներին, որպեսզի դու խարխլես դաշնակից հարաբերությունները եւ ճնշես նրանց։ Յուրաքանչյուր ապօրինի վերցված դոլար պետք է անմիջապես վերադարձվի տոկոսներով։ Գերագույն դատարանի որոշումից բացի ասուլիսին նախագահ Դոնալդ Թրամփը անդրադարձել է նաև Իրանին, ասելով, որ Իրանի հետ հարաբերություններում շարունակում է դիտարկել ճնշման տարբերակներ, նպատակ ունենալով հասնել նոր համաձայնության։ Նա նշել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում ռազմական բախում, սակայն բոլոր տարբերակները այդուամենայնիվ մնում են սեղանին, եթե Թեհրանը չփոխի իր քաղաքականությունը։ Թրամփի խոսքով Իրանի ներկայիս ղեկավարությունը պարտավոր է գնալ արդար եւ պատասխանատու համաձայնության, որը կապահովի տարածաշրջանային կայունություն եւ կսահմանափակի Թեհրանի միջուկային հավակնությունները։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները չի կարող անտեսել այն քայլերը, որոնք իր գնահատմամբ սպառնում են թե մերձավոր արևելքի անվտանգությանը, թե ամերիկյան շահերին։ Նախագահը նաև անդրադարձել է Իրանում մարդու իրավունքների վիճակին, նշելով, որ մտահոգված է մահապատիժների եւ ներքին ճնշումների մասին հաղորդումներով։ Նա նաև հայտարարել է, որ Իրանում վերջերս տեղի ունեցած հակակառավարական բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 32,000 մարդ։ Այդ թիվը զգալիորեն բարձր է մինչև այժմ հրապարակված ցանկացած գնահատականներից։ Նրա խոսքով
Միացյալ Նահանգները հետևում է զարգացումներին եւ պատրաստ է արձագանքել, եթե իրավիճակը սրվի։ Թրամփը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ միջոցներ կարող են կիրառվել, սակայն ընդգծել է, որ տնտեսական ու դիվանագիտական ճնշումները շարունակվում են։ Միաժամանակ նա նշել է, որ Միացյալ Նահանգները բաց է բանակցությունների համար, եթե Իրանը պատրաստ լինի փոխզիջման։ Վաշինգտոնում նահանգապետների հետ հանդիպման ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփը սահմանափակել է լրագրողների հարցերը, պահանջելով, որ մամուլի ներկայացուցիչները լքեն սրա մինչև քննարկումների սկսվելը։ Միջոցառման սկզբում նախագահը հայտարարել է, որ ցանկանում է ավելի անկեղծ եւ բաց քննարկում ունենալ նահանգապետների հետ եւ այդ պատճառով դիմել է մամուլին սրայից դուրս գալու խնդրանքով։ Լրագրողները փորձել են հարցեր ուղղել այդ թվում արտաքին քաղաքականության, Իրանի վերաբերյալ հնարավոր որոշումների մասին, սակայն նախագահը հրաժարվել է պատասխանել ու կրկին կոչ արել մամուլին հեռանալ։ Դեպքը վերածվել է լայն քննարկման մամուլի ազատության եւ նախագահի շփման ձևաչափի շուրջ։ Սպիտակ տան ներկայացուցիչները նշել են, որ նախագահն իրավունք ունի որոշելու հանդիպումների ձևաչափը եւ որոշ քննարկումներ անցկացնել փակ ռեժիմով։ Քննադատները սակայն ընդգծում են, որ նման իրավիճակներում կարևոր է պահպանել թափանցիկությունը, հատկապես երբ քննարկվում են ազգային նշանակության հարցեր։ Լաս Վեգասի ոստիկանությունը հայտարարել է, որ հետաքննում է ավտոմեքենայի բախումը էլեկտրաէներգիայի ենթակայանին որպես հնարավոր ահաբեկչություն։ Լաս Վեգասի ոստիկանության շերիֆ Քևին Մակմահալի խոսքով ներկայումս հանրության համար շարունակական վտանգ չկա։ Վարորդը 23-ամյա երիտասարդ է Նյու Յորքի Ալբանի քաղաքից, որը նախկինում հայտարարված էր անհետ կորածից, դեպքի արդյունքում մահացել է։ Ոստիկանության տվյալներով երիտասարդը մինչև բախումը կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ ակնարկելով ինքնասպանության մտադրության մասին եւ նշել է, որ պատրաստվում է մի քայլի, որը կհայտնվի լրատվամիջոցներում։ Մայրիկին ուղարկված հաղորդագրությունում նա իրեն բնութագրել է որպես ահաբեկիչ։ Իրավապահները կասկածյալի հյուրանոցային համալիրում հայտնաբերել են պայթուցիկ նյութեր, ինչպես նաև մի շարք գրքեր, որոնք առնչվում են ծայրահեղական գաղափարախոսություններին։ Միջադեպը տեղի ունեցել Բոլդեր Սիթիի մոտակայքում, որը Լաս Վեգասից մոտ 25 մղոն հարավ-արևել գտնվող պատմական քաղաք է ու հայտնի է Հուվերի ամբարտակով։ Վերջինս համարվում է Միացյալ Նահանգների քաղաքացիական ճարտարագիտության խոշորագույն նախագծերից մեկը եւ ջուր է մատակարարում միլիոնավոր մարդկանց միաժամանակ տարեկան արտադրելով միջինում 4 միլիարդ կիլովատժամ հիդրոէլեկտրաէներգիա Նևադայի, Արիզոնայի եւ Կալիֆոռնիայի համար։ Հետաքննությունը շարունակվում է։ Թրամփի վարչակազմը հերթական խստացումն է անում կոմերցիոն վարորդական վկայականների տրամադրման կարգի մեջ։ Այսուհետև բոլոր բեռնատարների եւ ավտոբուսների վարորդները պարտավոր կլինեն քննությունները հանձնել միայն անգլերենով։ Տրանսպորտի նախարար Շոն Դաֆին հայտարարել է, որ նպատակը ճանապարհային անվտանգությունն է, ապահովելու, որ վարորդները կարողանան կարդալ ճանապարհային նշանները եւ հաղորդակցվեն իրավապահների հետ։ Ֆլորիդան արդեն սկսել է քննություններն անցկացնել բացառապես անգլերենով։ Ներկայումս մի շարք նահանգներ թույլ են տալիս քննությունները հանձնել այլ լեզուներով, չնայած պահանջվում է անգլերենի իմացություն։ Օրինակ Կալիֆոռնիան առաջարկում է քննություններ 20 լեզուներով։ Դաֆին նաև նշել է, որ որոշ նահանգներ կոմերցիոն վարորդական քննությունների անցկացումը պատվիրակում են երրորդ կողմի կազմակերպություններին, որոնք ըստ նրա չեն ապահովում պահանջվող չափանիշների պահպանումը։ Նա պնդել է, որ որոշ կեղծ դպրոցներ եւ երրորդ կողմի թեստավորողներ ներգրաված են սխեմաներում, որտեղ վարորդները պատշաճ չեն ստուգվում։ Դաֆիի խոսքով տարիներ շարունակ ոլորտում խնդիրները անտեսվել են եւ դրա հետևանքով տուժել են ամերիկացիները։ Վարչակազմը նաև ընդլայնում է վերահսկողությունը կանխելու խարդախ բեռնափոխադրող ընկերությունների գործունեությունը, այսպես կոչված քամելոն ընկերությունները, որոնք գրանցվում են տարբեր անուններով եւ նույն հասցեներով, վթարներից կամ խախտումներից հետո պատասխանատվությունից խուսափելու համար։ Կալիֆոռնիայում նոր օրենսդրական նախաձեռնություն է ներկայացվել, որը նպատակ ունի բարձրացնել հանրային անվտանգությունը պարտադիր դարձնելով որոշ դասի էլեկտրական հեծանիվների գրանցումն ու համարանիշների տեղադրումը։ Օրինագծի հեղինակն է նահանգային ժողովի անդամ Ռեբեկա Բաուեր Կահանը։ Նրա խոսքով էլեկտրական հեծանիվների օգտագործման կտրուկ աճը ուղեկցվել է վնասվածքների զգալի ավելացմամբ։ Assembly Bill 1942-ը առաջարկում է պարտադիր գրանցել Class 2 եւ Class 3 էլեկտրական հեծանիվները DMV-ում ու այդ հեծանիվների վրա տեղադրել համարանիշներ։ Պահանջել, որ վարորդներն ունենան սեփականության ապացույց համապատասխան հեծանիվի սերիական համարին եւ հանձնարարել DMV-ին ստեղծել էլեկտրական հեծանիվների գրանցման հստակ ընթացակարգ։ Հարավային Կալիֆոռնիայի մի շարք քաղաքներ արդեն իսկ խստացրել են կանոնները։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կհրանգի դաշնային կառույցներին սկսել հրապարակել այլ մոլորակայինների եւ չճանաչված թռչող օբյեկտների վերաբերյալ պետական փաստաթղթեր։ Թրամփը նշել է, որ թեմայի նկատմամբ կա հանրային մեծ հետաքրքրություն եւ այն անվանել է չափազանց հետաքրքիր ու կարեւոր։ Նրա խոսքով կառավարությունը պետք է ավելի մեծ թափանցիկություն ցուցաբերի այս հարցում։ Նախագահը առանց որևէ ապացույց ներկայացնելու նաեւ մեղադրել է նախկին նախագահ Բարակ Օբամային գաղտնի տեղեկատվություն հրապարակելու մեջ, երբ վերջինս հրապարակային անդրադարձել էր այլ մոլորակայինների թեմային։
Օբաման վերջերս տված հարցազրույցում նշել էր, որ վիճակագրական տեսանկյունից հավանական է, որ երկրից դուրս գոյություն ունի կյանք, հաշվի առնելով տիեզերքի չափերը։ Միաժամանակ նա ընդգծել էր, որ այլ մոլորակայիններ չեն պահվում Արեա 51-ում։ Դա Նևադայում գտնվող դասակարգված ռազմաօդային ուժերի օբյեկտ է, որը տարիներ շարունակ դարձել է տարբեր ենթադրությունների եւ դավադրական տեսությունների կենտրոն։ Օբաման հետագայում պարզաբանել է, որ չի հայտարարել այլ մոլորակայինների այցելության մասին ու չի հրապարակել գաղտնի տեղեկատվություն։ Նրա գրասենյակն էլ դեռևս չի արձագանքել Թրամփի հայտարարությանը։ Վերջին տարիներին Պենտագոնն ակտիվ ուսումնասիրում է ՉԹՕ-ների վերաբերյալ բազմաթիվ հաղորդումներ։ 2022 թվականին բարձրաստիճան ռազմական ղեկավարները հայտարարել էին, որ որևէ ապացույց չեն գտել, որը կհաստատի այլ մոլորակայինների այցելությունը։ 2024 թվականի հաշվետվության համաձայն գրանցված դիտարկումների մեծ մասը պարզվել է, որ սովորական օբյեկտներ են կամ բնական երևույթներ։ ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ մարտին նախատեսում է լուսնի շուրջ թռիչքի ուղարկել 4 տիեզերագնացի։ ՆԱՍԱ-ի հետազոտական համակարգերի զարգացման ղեկավար Լորի Գլեյզի խոսքով, ամեն ինչ հիմա իրական է դառնում եւ ժամանակն է լրջանալ ու ոգևորվել։ ՆԱՍԱ-ի ադմինիստրատոր Ջարեդ Այզեքմանը նշել է, որ առաջին փորձարկման ընթացքում, որը խափանվել էր հեղուկ ջրածնի արտահոսքի պատճառով, եւ երկրորդ փորձարկման միջև թիմերը հիմա զգալի առաջընթաց են արձանագրել։ Վերջին փորձարկումն ավարտվել է գրեթե առանց արտահոսքի։ Նրա խոսքով սա մեծ քայլ է դեպի Ամերիկայի վերադարձել լուսնի միջավայր։ Վերջին անգամ ամերիկացի տիեզերագնացները լուսին են հասել ավելի քան կես դար առաջ 1972 թվականին։ ՆԱՍԱ-ն նախատեսում է մարտի 6-ից հնարավորինս շուտ արձակել Արտեմիս 2 առաքելությունը Ֆլորիդայի Քենեդի տիեզերակայանից։ Թռիչքը կիրականացվի Space Launch System հրթիռով, որի բարձրությունը 98 մետր է։ Սա կլինի առաջին անգամը, երբ այդ հրթիռով կթռչեն տիեզերագնացներ։ 2022 թվականի փորձնական թռիչքը եղել էր առանց անձնակազմի։ 4 տիեզերագնացներից 3 ամերիկացի են, մեկը կանադացի։ Նրանք արդեն սկսել են պարտադիր երկշաբաթյա առողջական մեկուսացումը Հյուսթոնում արձակմանը նախապատրաստվելու համար։ Վերջում վերադառնանք կրկին տնտեսությանը, 4-րդ եռամսյակում Միացյալ Նահանգների տնտեսական աճը սպասվածից ավելի դանդաղ է եղել նախորդ տարվա կառավարական փակման խափանումների եւ սպառողական ծախսերի թուլացման ֆոնին։ Առևտրի նախարարության նախնական գնահատմամբ համախառն ներքին արդյունքը տարեկան հաշվարկով աճել է ընդամենը 1.4%-ով։ Սա զգալիորեն ցածր է տնտեսագետների կանխատեսումներից եւ կտրուկ անկում է 3-րդ եռամսյակի 4.4% աճից։ Սպառողական ծախսերի աճը նույնպես դանդաղել է 3-րդ եռամսյակի 3.5% արագ տեմպից։ 43-օրյա ռեկորդային կառավարության փակման պատճառով ուշացած զեկույցը ցույց է տալիս քեաձև տնտեսություն, որտեղ բարձր եկամուտ ունեցող ընտանիքները շարունակում են լավ վիճակում լինել, մինչդեռ ցածր եկամուտ ունեցող սպառողները ապրում են բարձր գնաճի եւ աշխատավարձի դանդաղ աճի պայմաններում։ Միաժամանակ առևտրի նախարարության առանձին զեկույցը ցույց է տվել, որ հիմնական գնաճը դեկտեմբերին եղել է սպասվածից ավելին։ Տնտեսագետները կանխատեսում են, որ հունվարին այն կարող էր հասնել 3.1%-ի։ Դեռևս չկան արդյունքները։ Դաշտային պաուստային համակարգը նպատակ ունի գնաճը վերադարձնել տարեկան 2% մակարդակին։ Նոր տվյալները մեծացնում են նաև հավանականությունը, որ դաշտային պահուստը մինչև հունիս չի շտապի տոկոսադրույքների իջեցման հարցում։ Այսքանն էինք առանձնացրել օրվա լրահոսից։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։